Բարի եւ օրհնված օր բոլորիդ։ Սիրելիս, ուզում եմ մի թեմայի շուրջ խոսել, որ ոչ բոլորն են համարձակվում բարձրաձայնել, բայց այսօր խոսելու եմ, որ ինչ անել, երբ որ անցյալը գալիս է եւ փորձում է խանգարել Աստծո ծրագրերին քո կյանքի մեջ։ Կան մարդիկ, ովքեր իրենց կյանքում անցել են տարբեր ցավերի միջով։ Մեկի կյանքում եղել է միայնության զգացումը, մեկը եղել է մեր ժված հարազատներից, մեկը մինչև հիմա էլ իրեն մեր ժված է համարում, մեկը ունեցել է կոտրված հարաբերություններ, մեկը ապրել է վախի զգացումով կյանք ու նման լիքը բաներ, որոնց մասին ոչ մեկս տեղյակ չենք։ Ու շատ-շատերը մտածում են, որ եթե հիմա նրանք դուրս են եկել, նրանց մեջ կա վախի մի իրավիճակ, որ գուցե դեռ ամեն բան վերջացած չէ, գուցե անցյալից ինչ-որ բան էլի հետապնդելու է իրենց։ Ու ասեմ, որ հենց այդ միտքը շատերիս խանգարում է տեսնելու այն տեսիլքը, որ Աստված թույլ է տվել, որ մենք ունենանք ու կառուցենք մեր ապագայի վերաբերյալ։ Բայց Աստվածաշունչը Սաղմոս 34:18 խոսքում ասում է. Տերը մոտ է սրտով կոտրվածներին եւ փրկում է հոգով ընկճվածներին։ Բայց Աստված չի անտեսում մարդկային ոչ մի ցավ, ոչ մի վիրավորանք, ոչ մի լուռ արցունքներ։ Ու այն ինչը մարդկային աչքերով անտեսանելի է եղել, տեսանելի է եղել երկնային աչքերով։ Ու այն ինչ լսելի չի եղել մարդկային ականջներով, լսելի է դարձել Տիրոջ մոտ։ Ու երբեմն էլ անցյալը գալիս է նորից թակելու հին դռները, նորից հին վախերը, նորից հին վերքերը, նորից հին կապերը փորձում են ազդեցություն թողնել մեր վրա։ Բայց Եսայի մարգարեության 43-րդ գլխի 18-ից 19-րդ խոսքերում ասվում է. Հիշեցեք նախկինները, բայց հները մի մտածեք, ահա ես ամեն բան նոր եմ անում։ Սակայն նոր կյանք նշանակում է ոչ թե թողնել միայն հինը, այլ թույլ տալ, որ Աստված կառուցի նորը հենց քո ներսից։ Բայց երբ որ մարդը դուրս է գալիս հին ցավի միջից ու դեռ չփուշված վերքեր է լինում իր մեջ, այն նոր ճանապարհը, որի վրա մարդը սկսում է քայլել, կարող է հին վերքերը դառնալ նրա համար բեռ։ Դրա համար էլ պետք է թույլ տաս, որ Աստված նախ սկսի բուժել քո սիրտը։ Ուզում եմ, որ հիշես մի կարևորագույն հանգամանք այստեղ, որ եթե ինչ-որ մի բան քո կյանքում քեզ պահում է վախի մեջ, քեզ պահում է ճնշված իրավիճակում, քեզ ցավ է տալիս, հիշիր, որ այդտեղ Աստված գոյություն չունի, որովհետև Աստված մեզ չի տվել վախի և երկչոտության հոգի, այլ նա մեզ տվել է զորության հոգի։ Սիրելիս, եթե դու այսօր ապրում ես քո անցյալի կապանքների մեջ, անցյալի բանտի մեջ, դուրս արի, ինչ ուզում է եղած լինի, դուրս արի։ Մարդը խոսում է, հիշում է, այդ իր խնդիրն է, բայց այն ինչ Աստված է վերականգնել, այնտեղ որտեղ Աստված է գործում, մարդը երբեք չի կարող միջամտել այն բոլոր ծրագրերին, որի սկիզբը Աստված է դրել։ Հենց Պետրոսի օրինակը բերեմ։ Պետրոսը 3 անգամ ուրացավ Հիսուսին, բայց դարձյալ Հիսուսը նրան չթողեց անկման մեջ։ Նրան ներեց, վերականգնեց ու նորից կանգնեցրեց ծառայության մեջ։ Քո պատմության վերջին էջը չի գրում քո ցավը, այլ քո վերջին խոսքը գրում է Աստված։ Իհարկե, եթե դու թույլ տաս։ Ու թող այսօր քո կյանքում տեղի ունեցած անցյալիդ վերքերը այսօր քո կյանքիդ մեջ դառնա վկայություն, որը մարդիկ կտեսնեն։ Ես վստահ եմ ասում քեզ, մարդիկ դա տեսնելու են։ Թող ամեն արցունքդ էլ դառնա աղոթք, իսկ ամեն մի քո փորձությունը
դառնա ճանապարհ դեպի Աստծո ավելի մեծագույն ծրագրեր քո կյանքի մեջ։ Եվ այն, ինչը մարդը անցյալից վերցրած ուզում է հիմա օգտագործել քո դեմ, որպեսզի քո կյանքի մեջ կրկին վերջ դարձնի, ամեն ծրագրերը ոչնչացնի, որ Աստված կարող է օրհնություն օգտագործել քո կյանքի մեջ, հանկարծ կասկածի տակ չդնես այն բոլոր ապագայի ծրագրերը, որ Աստված արդեն ունի իր ձեռքերի մեջ։ Չդառնաս անցյալին հետ։ Երբեք չդառնաս թե մտովի, թե հայացքով։ Այնինչ անցյալում է, անցյալում էլ թող մնա։ Իսկ ապագան տես այն տեսիլքով, որը Աստված արդեն տեսել էր քո կյանքի մեջ, երբ որ դու գտնվում ես անցյալի մեջ։ Որովհետև եթե հիմա դու կաս, դու կայուն կանգնել ես ապագայիդ մեջ, դուրս ես եկել այն բոլոր փորձություններից, այն բոլոր վախերի միջից, այն բոլոր կապանքների միջից, որի մեջ ժամանակին եղել ես, ուրեմն հավատա, որ սա հենց այնպես չէ։ Աստված ծրագիր ունի, թե իմ հետ, թե այն բոլոր դիտողների հետ, ովքեր անցել են նման իրավիճակի միջով։ Լսի, չկոտրվես ու չմտածես, որ հանկարծ ինչ որ բան կարող է խանգարել քեզ հիմա։ Դու զորավոր ես։ Զորավոր ես Քրիստոսի մեջ եւ Քրիստոսն էլ քո մեջ է։ Դու ուժեղ ես։ Տերը քո վահանն է, Տերը քո պաշտպանն է, Տերը այն ամուր վեմն է, որի վրա այսօր ես եւ դու հուսացած ենք։ Ու Տերը երբեք ամոթով չի թողնի, ոչ ինձ, ոչ քեզ, որովհետև մենք այսօր իրեն ենք հուսացած։ Անտեսանելին տես տեսանելիի ձևով։ Գիտես մարդը ինչ ձևով որ տեսնում է իր ապագան, այդպես էլ կառուցում է իր միտքը ու այդպես էլ լինում է։ Լցրա քո միտքդ միայն այն տեսիլքով, որտեղ կյանքդ լցված է օրհնություններով, առանց վախի կապանքների, առանց ցավի, առանց մոլորությունների, առանց կոտրված ու կեղծ հարաբերությունների։ Կառուցիր քո տեսիլքը Աստծո աչքերով։ Օրհնում եմ քո կյանքը Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Եվ թող քո տեսիլքը միայն հիմնված լինի Տիրոջ գերբնական ներկայության մեջ։ Եկել եմ քո առաջ, կարոտած սրտով իմ Տեր, ուզում եմ կիսվել քեզ հետ, ծավս թողնելով այստեղ, հիշում ես չէ իմ Աստված, թե ինչերով մենք անցանք, չարն ուզեց ինձ կորչանել, բայց դու գիտեիր ինձ ոնց դուրս հանել։ Դու գիտեիր, թե ով եմ ես, ու ինչ կոչում փնեմ եմ ես, որ պիտի գա այս օրը, քեզ պիտի ծառայեցնեմ ամեն իմ օրը, կանգար չար դու բարդված ես, զորություն չունես էլ դու, Տերն է որ զորացրել է ինձ, իր արունով ծածկել է ինձ, ինչ էլ անես բարդված ես, Տերն է փիքունքիս դու տես, Տերը սիր զենքերն է ինձ տվել, իմն է հաղթանակը, դու հիմա տես,
քո շնորհով իմ Հիսուս Իմ հաղթանակը երկնքում է գրված Տերն է թագավորը սրտումս է դաջված Ոչ թե չարը որոշել